Ողջույն հարգելի հայրենակիցներ, եթերում ազգածայինն եմ եւ խոսափողի մոտ է Արամ Ղուկասյանը։ Այսօր ես ուզում եմ ձեզ հետ քննարկել մի այսպիսի հարց կապված սփյուռքահայերի եւ Հայաստանի հայերի հետ։ Ուրեմն այսպիսի տեսակետ կա մեր Հայաստանի հայերի շրջանում, որ սփյուռքահայերը որ խոսում են, ասենք, Սփյուռքից, Արևմուտքից, չգիտեմ, լինի Եվրոպայից, լինի Ամերիկայից կամ Ռուսաստանից եւ այլ վայրերից, թեկուզ Ավստրալիայից, նրանց ձայնը տաք տեղից է դուրս գալիս։ Դա պետք է իհարկե նշել, որ երբեմն երբեմն անհիմն բացարձակ, ասենք, անհիմն ինչ որ այսպեսի հասկանում եք, ուրեմն արտահայտություն է, կարծիք է, ու պետք է ձեզ ցույց տամ, որ եթե դուք կարծում եք, որ այնտեղ ինչ որ իրենց տեղը, այսպես ասենք, լավ է, տաք է, փափուկ է, հարմար է, ապա տեսեք, եթե մենք խոսում ենք կյանքի որակից, եթե մենք խոսում ենք, ասենք, ֆինանսապես աշխատանքով ապահովված լինելուց, չգիտեմ, սննդից, այսպիսի բաներից, այսինքն կյանքից բառից բուն իմաստով, ապա դուք գլոբալ առումով ճիշտ եք, գլոբալ առումով, որովհետև ոչ բոլորի մոտ կարող է այդպես լինել, դա առաջին, երկրորդ, եթե դուք նկատի ունեք, ու ես կարծում եմ, որ դա երբեմն հենց դա նկատի ունեն, որոշ դեպքերում էլ շատ է հենց դա նկատի ունեն, ուրեմն դա այնն է, որ այնտեղ ինչ որ, ոնց ասեմ, իրենց ձեռք չեն տա, ասենք նույնիսկ չեն հասկանա նրանք ինչ են ասում, ասենք ինչ որ պատասխանատվության չեն ենթարկի, որովհետև այն քննադատությունը, որը հնչում է, ասենք Հայաստանի ինչ որ հայերի հասցեին կամ ուղղակի Հայաստանի հայերի հասցեին կամ չգիտեմ, Հայաստանի ղեկավարության իշխանության հասցեին, ու այդպիսի բաներ, այնտեղ դա նորմալ է կամ ասենք իրենք ինչ որ տեղում են գտնվում, որտեղ դա ժողովրդի կողմից կամ չգիտեմ, ադմինիստրացիայի, այսպես ասենք, կողմից ճիշտ է, լավ է, կամ ասենք, չգիտեմ, այնտեղ դեմոկրատիա է, լիբերալիզմ է ու խոսքի ազատություն, sense բաներ կարելի է ասել, sense մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում, ապա ձեզ ասեմ հետևյալը, Հայաստանի հայրենասիրությունը, որը պետք է այս պահին ու պետք է լինի այս պահին, առավել ևս ազգայնականությունը, ինքը պարունակում է այնպիսի բաներ, որը իրենց այդ դեմոկրատիայի ու լիբերալիզմի համար անցանկալի, անթույլատրելի բաներ են։ Հետևաբար, արդեն իսկ նրանց համար այնտեղ այսպես վտանգավոր է, իսկ Հայաստանում օրենքով դա ինչ որ չի սահմանափակվում, չի արգելվում, բարեբախտաբար Նիկոլի ու մնացած իր դրածոների ականջներից հեռու, ուրեմն թու, բարեբախտաբար օրենքով չեն կարողացել Հայաստանում այդպես անեն, որ դա ինչ որ վատ է, սխալ է եւ այլ նման բաներ։ Դա առաջին, երկրորդ, Ամերիկան, որի վիցե-նախարար, հայերեն չգիտեմ, արտգործնախարար, փոխնախագահ, չէ, արտգործնախարար չէ, ներողություն, փոխնախագահ, այսպիսի մի բան, այսպիսի մեկը, այն Թրամփի վարչակազմից, չգիտեմ, ուզում եի ասել որջակազմից, մի խոսքով, սա եկել էր ու
Ինչ արեց ինքը, իմացել եք ինչ արեց։ Այդ սփյուռքը հայերին, որ դուք քննադատում եք, դուք մի հատ տեղյակ եք ընդհանրապես այդ ամերիկացին, որ եկել է, ինքը ինչ է արել, իմացել եք։ Դուք մի հատ իմացեք, էլի, դուք կարող է, գիտեք, կարող այնպես լինի, որ ասենք քննադատեք սփյուռքը հայերին քննադատության համար, բայց սկի չիմանաք ինչի համար են քննադատում, փաստը չիմանաք ինչի համար են քննադատում։ Ուրեմն, էդի որ հելել եկել է, ինչ է արել, աջակցել է, սատարել, այսպես է ինքը աջակցել, ինքը սատարել է Նիկոլ Փաշինյանին, հասկանում եք, Ամերիկան մենակ ինքը չէ, ես սա ուղղակի իրան սկսեցի իրանից, իրան նշեցի, սա ստորակետ, դրինք մի կողմ, գնում ենք առաջ, շարժվում ենք առաջ, Ամերիկան, նույն Ամերիկան, ԱՄՆ-ն, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ուրեմն նույնպես սատարում է Նիկոլ Փաշինյանին իր ամբողջ քաղաքականությամբ կամ գրեթե ամբողջ քաղաքականությամբ, բացի այն, որ ասենք, չգիտեմ, ժողովրդավարական եսի միջերի խախտում, ինչ որ կեղծ բան է, էլի ստացվում, դուք մեկին, ով որ անելու է դրանք, ով որ կանի դրանք, ով որ անում է դրանք, բերել դրել եք իշխանության, ու ինքը դրանք անում է, դուք վերցնում իրան քննադատում եք, մալադեց, ինքը օքեյ, ձեզ հուսախաբ արել, դուք իրան քննադատում եք, իր վատ բաների համար, հա, բայց նենց, որ դուք իմանայիք, որ ինքը տենց բաներ է անելու, դուք իրան չեք սատարի, երբ որ ինքը գալիս է, կամ չգիտեմ, 21 թվականին, ընտրությունների ժամանակ, ու սենց բաներ, օքեյ, բա ինքը մինչև 21 թվականն էլ է դրանք արել է, տենց խախտումներ արել, ինչի դուք իրան սատարեցիք, էլի արևմուտքը իրան սատարեց, ու ինքը նորից դարձավ վարչապետ ու նորից ինքը մնաց վարչապետ ու ոնց ասեմ, շարունակեց նույն բաները անել ու նորից դուք իրան եք անում, սատարում եք, ոնց հասկանանք, մինչ այս փոխնախագահի Փաշինյանին սատարելը, արևմուտքը քննադատել էր ու Ամերիկայից էին քննադատել իրան, ինչ պարտադիր է, ասենք, սենց պաշտոնապես, Ամերիկայի, ասենք, ինչ-որ մարմիններ, չգիտեմ, ժողովուրդը իրան քննադատել էին, ու մեկ էլ, ինչի նորից, նախ ավելացնեմ, որ Եվրոպայից են քննադատել, այսինքն, արևմուտքը, ստացվում է համ Ամերիկան, համ Եվրոպան, այսինքն, արևմուտքը ոչ միայն Եվրոպա կամ Ամերիկա, այլ երկուսն էլ, արևմուտքը սենց միացյալ, քննադատել է իրան, ու այդ քննադատելուց արդեն հետո, նույն արևմուտքը, այս դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական ներկայացուցիչը, այն էլ չգիտեմ, ինչ-որ փոխնախագահ, սատարում է բանին, Փաշինյանին, գալիս է Հայաստան, սատարում է Փաշինյանին, այսինքն, ինչ ես սատարում, քո երկրի մարմինները, փոխնախագահ ջան, չգիտեմ, ես իմ JD Vance, Happy End, բայց կտենանք, happy end կլինի, թե ոչ, happy end ջան, ինչ ես դու սատարում մի մարդու, ով որ այդ ձեր սիրած, շատ կներեք այդ ձեր լպստած, դեմոկրատիայի ու լիբերալիզմի բաները, կներեք արտահայտության համար ոտնատակ է տալիս, ինքը ինչ ուզում անում է, ում ուզում ձերբակալում է, ում ուզում ինչում ասես մեղադրում է, ինքը քիթը խոթում է հայ առաքելական եկեղեցի, քիթը խոթում է, չգիտեմ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս, եսի միջեր, քո ինչ գործն է դա ընդհանրապես, Հայաստանում էլ խնդիր չկա, որ դու քո քիթը խոթում ես այդտեղ, ոնց է կարելի սա հասկանալ, դու Հայաստանի Հանրապետության, ոնց որ դու սիրում ես, ասես Հայաստանի Հանրապետություն, մեր հայրենիքը դու ուզում ես ոչ թե սարքես միացյալ հայք, ոչ թե սարքես, այլ այդպես էլ կա, չես ուզում թողնես, որ լինի միացյալ հայք, միացյալ Հայաստան, այլ Հայաստանի Հանրապետություն, դու զզվծրել ես դրանով, այն էլ պուճուր Հայաստանի Հանրապետություն,